Բարձրացրեք մեր Տեր Աստծուն, երկրպագեցեք նրա սուրբ ոտքերի պատվանդանին։ Ես նույնպես նույնն եմ քարոզում հոգու ազդմամբ ձայնելով, որովհետև եթե այն սուրբ ու պատվական այրը, իբրև ճշմարտության օրինակ Սիոն լեռը, մանավանդ այնտեղ լինելիք շնորհների մշտնջենավորությունը տեսավ, այն նմանեցնելով Աստծո ոտքերի պատվանդանի և հորդորեց Իսրայելյան ազգին երկրպագել ու բարձրացնել Աստծուն, ապա նաև ինձ անարժանիս ոչ մի դատապարտություն չի հասնի այժմյան խոսքերիս ստուգության պատճառով։ Քանի որ մեր առջև գտնվողը օրինակ չէ, այլ օրինակի ճշմարտություն, և ոչ խորհրդով պատվանդան միայն, այլ նաև տաճար, սեղան և աթոռ։ Այս սրբությունը ստուգապես Աստծո ոտքերի պատվանդան է, իսկ իմանալի սուրբ լեռը դիտանոց։ Քանզի այդպես են թարգմանում Սիոնը, որի համար և սուրբ կատարյալ հավատի բոլոր մանուկներին երկրպագության հորդոր ենք անում, քանի որ ճշմարիտ Աստված օրհնությունն ու երկրպագությունն այս է. Աստվածասերներ, եկեք երկրպագենք երիցս փափագելի և Քրիստոսազարդ այս սուրբ նշանին, քանի որ սա մեզ համար առիթ է փոխվելու մահվանից կյանք, որն անցավոր ու երկրավոր չէ, այլ անվախճան է, անճարելի և անմատչելի, քանի որ սա է մեր փրկության պատճառը։ Արդ մեր այսքան և այսպիսի բարիքների համար ինչպիսի գոհություն պիտի հայտնենք, որքան մեր կարողությունն է, գովասանական երգերով միշտ խոնարհվելով երկրպագենք, և երբ խոնարհվենք, հեռու վանենք ծանր ու թմրեցնող ամեն մի խորհուրդ, հոգու հստակ տեսությամբ թեթևացած, արժանանանք երկնային խորհրդի և դեպի բարձրագույնը բարձրանանք։ Քանի որ ոչ թե փոքր բան կամ միայն այդ տեսանելին է մեր առջև, այլ որ դրանով ու դրա մեջ մեծն ու հրաշալին է ծածկված, հիացնող ահավոր զորություն է։ Քանի որ կրկնակի և ոչ թե մեկն է դրա զորությունը, թեև հողից աճած բույսի տունկ փայտ է երևում մեզ, սակայն նրա մեջ է այն, որ երկիրը միաժամանակ նաև ամբողջ երկինքը կրելու զորություն ունի, որին մոտենալ կամեցողը հարկ է, որ խույժ մաքուր լինի։ Քանի որ եթե երկնքի բուն մաքրագույնի առջև սերով բեները, թևերով երեսները ծածկած են կանգնում, ապա անարգներիցս և հողանյութերիցս որքան արժանավոր մաքրություն է պահանջվում։ Սակայն ինձ փոքր չի թվում հիանալը անունների այլափոխությամբ, որ զանազանվում է 4 եղանակով՝ բնական, մասնավոր, ձևական և իմացական։ Բնականն այն է, որ փայտը նույն անուն է ասվում, մասնավորն այն է, որ միայն իրեն է հատուկ, օրինակ կիպարիս, ձևականը, որ խաչը իբրև սպանության գործիք է հաստատված, իսկ իմացականը վեր, քան ամեն մի խոսք, աստվածախաչ է այն և կյանքի գործիք։ Ով չի սքանչանա այս ասացներից վրա, թե սպանման գործիքը միաժամանակ և կյանքի գործիք է։ Սրա ձևը դեպի մահ է նայել տալիս, իսկ սրա զորությունը դեպի կյանք, որովհետև բնութենակից է այն տունկին, որով մահն է, և կրում է այն տունկի զորությունը, որով կյանքն է։ Քանի որ ճշմարիտ կյանքը, մերձենալով սրան, վատթարը մահը փոխեց լավի կյանքի, որովհետև կյանք է պարգևում այն ամենին, ինչին մոտենում է։ Ով աստվածասերներ, մի ամաչեք աստվածախաչ անվանել այն, քանի որ այն պարծանքների պարծանք է մեզ համար ըստ Պողոսի, ով Տիմոթեոս, ամոթ մի համարիր Տեր Հիսուսի վկայությունը, այլ կցորդ եղիր ավետարանելու Աստծո զորությունը, որ մեզ փրկեց։ Խաչի մասին ճառը կորածներին հիմարություն է թվում, իսկ մեզ փրկվածներիս Աստծո զորություն։
Եվ ես ևս ամոթ չեմ համարում Աստծո ավետարանը, քանզի Աստծո զորությունն է այն ի փրկություն բոլոր հավատացյալների։ Ապա ուրեմն սա ոչ թե ամոթ է մեզ, այլ պարծանքների պարծանք, քանի որ մեր աստվածազոր փրկությունն է։ Զվարթունը Տիրոջ գերեզմանի մոտ մարդկորեն խորհող տրտմած կանանց սփոփեց։ Փրկչին եք փնտրում, ով կանայք, խաչ ելածին հարություն առավ։ Նրանցից իբրև Աստծուն հույժ մերձ գտնվողներից ու վեհերից մեզ պետք է ուսանել գիտություն և բարեպաշտություն, նրանցից օրինակ առնելով։ Այն նշանն է Աստծո, մարդկանց հանդեպ սիրո, ինչպես ասում է Աստվածային գիրքը, Աստված իր մեր հանդեպ սերը հայտնեց։ Մենք մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ, և Աստված այնքան սիրեց մարդկանց, մինչև իր միածին որդուն տվեց։ Եվ նրա մեր նկատմամբ սերը նրանով երևաց, որ իր անձը դրեց մեզ համար։ Եվ ոչ ոք չունի այնպիսի սեր, որ իր անձը դնի իր բարեկամի համար, ինչպես որ ես եմ դնում իմ անձը, վկայում է Տերը։ Արդ նա, ով իր անձը դրեց, սրանով դրեց, սրա վրա դրեց, և տակավին սրա վրա է և չի բաժանվում սրանից։ Ուրեմն հիրավի Աստծո զորությունն է սա։ Թեև սրա վրա գամվածը մարմնով իջեցվեց վրայից, սակայն գամվածի զորությունը նաև այսօր է սրան միացած։ Քանի որ ով հաճեց սրա վրա բնակվել, սրանից չբաժանվեց, այլ բնակվեց, բնակվում է և պիտի բնակվի։ Այսուհետև արժանանանք հաղորդվել սրան, համբուրելով այն ոչ իբրև սոսկ խաչ, այլ իբրև նույն իրեն այստեղ գամված Աստծո ահավոր սորությանը, որովհետև իսկապես այստեղ է նա, որովհետև ով սրա վրա էր, այժմ էլ սրա վրա է և սրա վրա պիտի լինի մինչև հավիտյան։ Եվ եթե հնի և օրինակի ժամանակ այսպես է ասում, այս է իմ հանգիստը, հավիտյանս հավիտենից սրա վրա բնակվեցի, որովհետև հաճեցի սա, որքան ավելի նորում և ճշմարիտում այսպես կմնա։ Ասվում է. լեռը, որի վրա հաճեց բնակվել Աստված և պիտի բնակվի մինչև վերջ։ Այս խոսքը հեռու չէ իմ ասածից։ Սույնը նաև հաջորդն է ցույց տալիս, անվանելով այն Աստծո կարգ, որը ելել է գերեալներին փրկելու, այն բնությունը, որ ոչ մի կարգի կարիք չուներ։ Ասվում է, թե քարադեմ էր կարգը, այս կարգը նույնպես քարադեմ է, խաչակարգ, որի վրա բարձրացավ Էմմանուելը և ստուգապես կառավարելով ավար առավ գերվածներին։ Սակայն չի ասվում, թե կարգը տեր չունի, այլ որ Տերը սրա վրա է, որպեսզի ցույց տա, թե իր երկինք ելնելուց հետո այս կարգը դատարկվեց, սակայն երբեք թափուր չմնաց և հավիտյան թափուր չի մնալու, որովհետև ոչ թե ժամանակավոր, այլ մշտնջենական պատերակին սրա վրա մորթվածին է հավատում եկեղեցին, ուստի Տիրոջից հրամայվեց պատերակի նույն խորհուրդը կատարել միշտ անդադար մինչև նրա երկրորդ հայտնությունը։ Ահա հարություն առածի վրա մնում են մեխերի տեղերը, տեգի խուցվածքը։ Եվ ինչու է այդ վերքը քո ձեռքին, մարգարեի միջոցով հարցումին պատասխանում է. վիրավորվեցի իմ սիրելիի տանը, նաև նրա աշխարհ գալստյան մասին է ասվում, նայեցին, ում որ խոցեցին։ Ուրիշ ինչ, եթե ոչ այս սուրբ պատարակի մշտնջենավորության և հավիտենականության մասին է ասում այս խոսքը հավատացողներին, քանի որ անմահ է հավաստի զոհը, անմահ է ու միշտ կենդանի, քանի որ Աստված հոր մոտ է և առանց կասկածի մարդ է երկրում և նույնը Աստված հոր մոտ։ Եվ ինչպես որ ճշմարիտ Աստված է անպարագրելի ու անբավ, որ մարմնով պարունակվեց կույսի արգանդում և մարդկորեն ծնվեց, ըստ որում ծնողն Աստվածածին է, իսկ ծնվածը
անպարագրելի ու անբավելի Աստված, այնպես էլ հարկ է նրան համբույրով հաղորդվել և մարմնով նրա մահվամբ մկրտվել։ Որ այս խաչը Աստծո խաչ է, իսկ խաչը ելած է անմահ, անպարագրելի ու անբավ Աստված, ոչ մի տարակույս չկա։ Քանի որ եթե առժամանակյա և ոչ անմահ զոհ պատարակվեր այստեղ, ապա ժամանակավոր կլիներ նաև նրա խաչ ելնելը, ապա ուրեմն ճշմարտապես անմահի պատարակ, զոհի զոհաբերման տեղ և սեղան է այն։ Եվ ուր արդյոք, եթե ոչ սրա վրա է նա, ում ահից դողում են երևելիներն ու աներևույթները, սարսափած փախչում են դևերն ու խավարի բոլոր իշխանությունները։ Այսուհետև հոգու, իբրև մարմնի աչքերով հայտնապես տեսնելով հավատացի, իբրև թե հենց այժմ հոր միածինը սրա վրա բազկատարած երևաց։ Կարծես տակավին փրկական Սուրբարյան ցողը կենարար կողից մեր աչքերի առջև ցայտելով աներևույթ հրաշքով փրկագործում է բանական հողը։ Ինչպես գաղատացիներին է ասվում. ձեր աչքերի առաջ Հիսուս Քրիստոս նկարագրվեց խաչը ելած, քանի որ ուր խաչն է ու խաչվածը, այնտեղ էլ խաչելությունն է։ Արդ խաչ ասելով այստեղ Գողգոթա ենք հասկանում, Գողգոթա ասելով խաչելություն, խաչելություն ասելով զոհաբերություն ենք հասկանում, իսկ սրանով փրկագործություն։ Գողգոթան է պատերակման տեղը և այնտեղ է թաղված առաջին մարդը, որի վրա հանգչելով երկնային Ադամը գթասիրաբար կամեցավ նորագործել այստեղ թաղված ծառայի և նախահոր փրկությունը, նման մարմնով լուծելով նրա մեղքը և նրա մարմնով ճաշակելով մահը, սպանեց նրա մահը և Գագաթ անվանվածը բարձրացրեց երկինքներից վեր։ Եվ մեղքի պատճառ անսուրբ փայտը փրկության պատճառի և սրբություն սրբոցի, սպանման տեղը կենագործման տեղի, թաղումը սքանչելի հարության փոխարկեց։ Եվ փրկությամբ մեղքի պատճառը վերացրեց, այն երկինքների երկինք և փառքի աթոռ դարձրեց և հավիտյան այնտեղ բնակվեց։ Սրա պատիվը արդարապես ճանաչելը հավատն է հանդերձյալի նկատմամբ։ Իրենց բարեպաշտությունը ցույց տալու համար աստվածասեր թագավորներն ու մեծահարուստները կամենալով զարմանալի ցույց տալ սրա պատիվը թանկագին քարերով զարդարեցին ու գեղեցկացրին այն, բայց սա գերագույն աստվածային երկնային փառքով է զարդարված և սպասավորվում ու պաշտվում է հրեշտակների յոթնարբյան դասերի կողմից, որոնք իրենց Տիրոջն են տեսնում սրա վրա։ Այն բազմաչյա քերովբեներով ու վեցթևյան սերով բեներով է շրջապատված, որոնք իմանալի ձայներով անդադար երեքսրբյան սրբասացությունն են երգում սրա վրա բարձրացած Աստծուն։ Այս խաչը, որի թևերը երկնային սուրբ գառի Աստծո որդու արյամբ ներկվեցին, երկրավորներիս համար ճշմարիտ քավարան է։ Օրհնյալ ես Աստվածազարդ Սուրբ Փայտ, որ անճարելի շնորհի հասնելով փառավորվեցիր, որի համար էլ բանական էակներից կամավոր երկրպագությունն ես պահանջում։ Օրհնյալ ես Քրիստոսապսակ Սուրբ Փայտ, որ երկրի վրա բուսած լինելով, քեզ վրա իբրև պտուղ կրեցիր անբավելիին և գերագույն երկինքների կամարների ծայրերը բարձրացար, որ ծաղկեցիր Իսրայելյան ազգի մեջ և քո պտղով լցվեց համայն տիեզերքը։ Օրհնյալ ես Աստվածազարդ Սուրբ Փայտ, որ մահվան իշխանության տակ ընկածներից կենդանությունը ծաղկեցնելով կյանքի փայտ դարձար։ Օրհնյալ ես Սուրբ Փայտ, քանզի ինչպես առաջին փայտը իր գեղեցիկ ու քաղցր պտղով մահվան առիթ եղավ, հրապուրելով ադամածին կույսին, կույսից ծնված նոր Ադամը քեզ վրա դառնություն ճաշակելով կյանք պարգևեց մարդկանց։ Օրհնյալ ես Սուրբ Փայտ, որ մեր գլորված նախահորը բարձրացնող ցուպ և հաստատող գավազան եղար, որի համար էլ մարգարեն նրա անունով գողության խոսքեր է ասում փրկողին, քո ցուպն ու գավազանը
կմխիթարեն ինձ։ Իմաստունը նույնպես իր հոգու աչքերը նրան հառելով ասում է. կենաց փայտ է նրանց համար, ովքեր պատասպարվում են նրանով և հենվում նրան։ Օրհնյալ ես կյանքի փայտ, իմանալի տապան, որ այս խեղդող ծովից քեզ ապավինած հոգիներին թեթևորեն դեպի երկինք ես տանում։ Օրհնյալ ես Աստվածազարդ Սուրբ փայտ, ճշմարիտ տունկ, որ քեզնից կախված գառով ոչ միայն Իսահակը, այլ Ադամի բոլոր ծնունդները փրկվեցին։ Օրհնյալ ես կյանքի փայտ, դեպի երկինք տանող իմանալի սանդուղք, որով զվարթունների դասերը մշտապես երկիր են իջնում և ելնում, և Տերը քեզ վրա հաստատվեց, որը Հակոբը հեռվից տեսավ և հրաշքից սոսկալով քո տեղը երկնքի դուռ, իսկ Բեթելը Աստծո տուն անվանեց։ Օրհնյալ ես Սուրբ փայտ, որ քո խորհրդով Եգիպտոսում մորթված գառնուկների արյունով պատած դռներով, որպես դեպի երկինք մուտքով, իբրև օրինակ տիեզերքի անդրանիկի Ադամի փրկվեցին Իսրայելի անդրանիկները։ Օրհնյալ ես Սուրբ փայտ, որ քո խորհրդով Մովսեսը ջրից վերցված գավազանով ջրերին հարվածելով փոխեց նրա բնույթը և կարծրացրեց դրանք, և ժայռին հարվածելով հոսեցրեց այն, և բազուկները իբրև խաչ տարածելով մարտում հաղթեց Բելիարին։ Օրհնյալ ես դու Սուրբ փայտ, անպանման սյուն, որ անտանելի լույսին ու հրին քեզ վրա կրելով, քեզ հետևողներից մշտապես դեպի երկնային քաղաք ես առաջնորդում և լուսավորված պահում։ Օրհնյալ ես Սուրբ փայտ, իմանալի տապանակ, երկնային մանանայով լցված սափոր, հրաշաբեր գավազան ծաղկով պայծառացած, երկու իրար հարմարեցված տախտակ, որի վրա դրոշմվեց անճարելի բանն Աստված, աստվածությամբ միավորված տերունական Սուրբ Մարմինը։ Օրհնյալ ես դու Սուրբ փայտ, իմանալի քարեղեն և քառանկյուն տախտակ, որի վրա ոչ թե մատներով դրոշմեց Աստված, այլ Սինայի փոխարեն Սիոնից նույն ինքը անպարագրելի Աստված ամբողջ աշխարհին շնորհեց ճշմարիտ Աստված ճանաչությունը։ Օրհնյալ ես դու Սուրբ փայտ, իմանալի գավազան, որով նույն պահին դալարեց ոչ թե արքայական կաղնին, այլ ամենքի Թագավորը, որ անթառամ և երկնային ծաղիկ ծաղկեցրիր, և ոչ միայն այս, այլ նաև փրկական ջրի ու արյան կենդանի աղբյուր բխեց քո ծայրից, որով լցվեց ամբողջ տիեզերքը։ Օրհնյալ ես դու Սուրբ փայտ, քեզ Հիսուս ինքը իր վրա վերցրեց, իբրև հաղթության բարձր նշան, որ պարտվածի վրա կանգնեց, որպեսզի մինչև արեգակի մայր մտնելը իսպառ սպանի թագավորող մեղքը, և կախվեց քեզնից թևավորիցդ, որին գիրը երկճյուղ է անվանում։ Օրհնյալ ես Սուրբ փայտ, որ այս կյանքի հորձանուտի մեջ պտտվողներիս կարթի նման բռնելով մահվանից կյանքի ձգեցիր, որ իմանալի վիշապին կորցնող կարթ եղար նրա քիմքի մեջ ընկնելով։ Օրհնյալ ես Սուրբ փայտ, իմանալի աշտանակ, ամեն մի ոսկուց պատվական, որ իմանալի լույսին քեզ վրա ունենալով 7 ճառագայթների փայլմամբ աշխարհի լույս եղար։ Օրհնյալ ես Սուրբ փայտ, որ սեղան եղար հրեղեն հացին, որին բարձրացնելու համար սերով բեն ունելի կարիք ուներ։ Օրհնյալ ես Սուրբ փայտ, իմանալի հնձան, քանի որ քեզ վրա երկնային ողկույզը ճզմվեց, նա, ով մեր կյանքի թշնամուն հնձանի պես կողկրտեց և նրա մաղձը դուրս թափեց։ Օրհնյալ ես Սուրբ փայտ, իմանալի կամուրջ, քանի որ մարդկանց մահվանից կյանք անցկացրիր։ Օրհնյալ ես Սուրբ փայտ, իմանալի մագաղատ, քանի որ քեզ վրա անջնջելիորեն գրվեց մեր ազատության և որդեգրության կտակը, ոչ թե թանակով և ոչ էլ մատներով, այլ որ անպատմելի է Աստծո որդու արյունով։ Օրհնյալ ես Սուրբ փայտ, կենարար Սուրբ Հովվի իմանալի գավազան, քանի որ քեզնով են զատվում եկեղեցու անարատ գառներն ընտրվելով։
Օշնյալ է Սուրբ Փայտ, անձայն բարեխոս, հրեշտակների նախատիպ, սրբություն Տիրոջ իմանալի փառքի, եկեղեցու փառք, առաքյալների պարծանք, մարգարեների հանդիսադիր, մարտիրոսների պսակ, քահանաների շնորհաբաշխություն, վարդապետների հավատի սահման, թագավորների հաղթանակ, իշխանների քաջության հույս, Քրիստոսասեր զորքերի առաջապահ, առաջամարտիկների քաջալերություն, նահատակների զորավիկ, վտանգվածների օգնական, պարտվածների ապավեն, հալածվողների ապավեն, փախչողների ապաստարան, վշտացողների մխիթարություն, ցնծացողների գոհություն, մեծատուններին զգաստացնող, աղքատների անկողոպտելի գանձ, անզգամների զգաստություն, անկարգների խրատ, դատարկապորտների նաղանջ, կույսերի զարդ, ամուսնացածների կնիկ, մանուկների պահապան, ծերերի ժողովարան, ճանապարհորդների առաջնորդ, հոգնածների հանգիստ, նավողների նավահանգիստ, մոլորվածների դարձ, տառապողների ապավեն հաշկ, այրիների հոգտանող, որբերին խնամող, միայնացածներին պարիսպ, ճգնավորների ժուժկալություն, ապաշխարողների իղձ, հիվանդացածների բժշկություն, դևերին սարսափեցնող, հավատացյալների անձեռակերտ զենք, մեղավորների քավարան, անմեղների պահապան, ողջերի փրկարան, մեռածների հիշատակի հույս։ Արդ ամեն բանում օշնյալ ես Սուրբ Փայտ, որ այն մեծ և երևելի օրը պիտի ավետես երկնավոր թագավորի գալուստը, պիտի երևաս անմատույց լույսով լուսավորելով աշխարհի 4 ծագերը, պիտի ծագես արևելքից և պիտի լռեցնես լուսատուների կարծեցյալ ճաճանչները։ Այն ժամ քեզ վրա ցույց պիտի տաս անտանելի փառքի լույսը ի հանդիմանություն անհավատների և ի պարծանք հավատացյալների, ի դատապարտություն անսուրբների և ի գովություն բարեգործների, և հարություն առած սուրբերին Քրիստոսով կենդանիների, Փեսայի լուսազգեստ բարեկամների հետ միասին հարսանյաց հանդես պիտի հրավիրես։ Երբ ամեն բան ավարտվի, այն ժամ բոլորի կողմից պիտի խոստովանվես փրկության մի միակ գործիք քրիստոնյաների պարծանքի և Քրիստոսի փառքի համար։ Այստեղ մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի այս պայծառացյալ և պատվական սուրբ նշանով ավարտում եմ խոսքս։ Նրան փառք հավիտյանս, ամեն։